Եղամ ինվեստիցիոն բնագավառ, ներդրումներ, ինվեստիցիա։ Ներդրումները դա տնտեսական այսպես ասած շրջանառությանը կարևոր մասն է, որտեղ ներդրումը դա ապահովում է այսպես ընդլայնված վերարտադրություն։ Այսինքն մենք մեր արտադրած ավելի արժիքը ամբողջովին չպետք է սպառենք։ Ճիշտ է, որը 20-25%-ը պետք է ներդնենք առնվազն։ Հետևաբար դա ներքին ռեսուրսների հաշվին, այսպես ասած, ներքին պոտենցիալը։ Բայց դա բավարար չի, ասենք, ավելի արագ զարգանալու համար, արագ տեմպերով։ Հետևաբար մենք պետք է արտաքին ներդրումներ, չէ՞, արտաքին շուկաներից։ Բայց ներդրում մենք միշտ պատկերացնում ենք գումարի մասին, փողի մասին։ Փողը դա վերջի, ասում եմ, замыкающий цепочкայի մեջ վերջի բանն է։ Փողը չի կարելի առաջինը, փողը միշտ կա, փող շատ կա։ Ներդրումները առաջինը պետք է հասկանալ, դու ինչ ես ուզում, ինչի մեջ ներդնել, ինչ ոլորտի, ինչ տեսակի արտադրության, ինչ պոտենցիալ դու ունես դա անելու եւ ինչ տեսակի արտադրանք ես դու ստանալու ու որտեղ ես վաճառելու։ Եթե դու ցեպոչկան այդ շղթան չունես լրիվ, ուրեմն դու չես կարող ներդրող բերես։ Չես կարող абստրակտի, ասես եկեք այս բանը արտադրենք։ Դու արտադրող, դու ներդրող, ասես բայց ապրանքը որտեղ ենք վաճառելու, որ ես ներդրողները հետ բերեմ։ Բնական է, չէ՞։ Դա։ Ստեղ արդեն շուկաների հարց է, չէ՞ ծաղկում։ Ինչ արտադրել եւ որ շուկաներում վաճառել։ Այդ մեկ։ Եթե մենք ուզում ենք զարգացած երկրների շուկա մտնենք, նշանակում է մենք պետք է դա քաղաքական հարց է։ Զարգացած երկրների շուկան շատ կա մրցակցային։ Ոնց մտնենք, եփ։ Հետևաբար մտնելով դու պետք է իրաց գեոքաղաքական պարտները դառնաս։ Եթե դու իրաց գեոքաղաքական պարտները չես, տես հեշտ շուկա իրանք չեն բացելու քո առջև։ Դու չես կարող պրոստը так հեշտ այսօր հաղթուց ցարկես ու վաճառես թեկուզ մի քիչ ավելի էժան, թեկուզ որակով չսեչող, ասենք գերմանական հաստոցների կոնկուրենտ դառնաս Եվրոպայում կամ չգիտեմ շվեյցարական կամ իտալական։ Այն կարծիքը որ եվրոպական շուկան ինքը շոուինիստ է համաձայն է, թե չէ։ Բոլոր շուկաները մոնոպոլիզացիան են բավական։ Բոլոր շուկաներն աշխարհում։ Ազատ շուկա տես հեշտ չկա, որ հեշտ կմտնես։ Մեզ կթող են մտնենք, թե չէ։ Իսկ մտնելու համար քեզ պետք է թույլ տա։ Այսինքն մենք իրանց հետ ենք կոպիտ ասած։ Իրանց, դա արդեն քաղաքականություն է։ Որ հարկերն է, այստեղ որ պետք է զրոյացվի կամ ցածրացվի մեկ անգամ։ Շտապ։ Խոստում եմ այդպես։ Դգից բռնելա ու չթող։ Մեր պես տնտեսությունը, մեր նման տնտեսությունը պետք է հավելացված արժեքի, ավելացած արժեքի մինիմում 2 անգամ քչացնի։ Մենք պետք է ունենք ամենաշատը 2 տեսակի հարկ ու պետք է շատ բարձրացվի հարկային համակարգը, որպեսզի շատ հեշտ ձևով, ասենք, այդ բաները հաշվետվությունները ներկայացվի։ Հարկ վիճակով պետք է ունենա 2 հատ հարկ։ Մի հատ հավելացած արժեքի հարկ, ասենք, մի 10% ոչ ավել։ Եվ ասենք շահութը հարկ, ասենք, մի 15% ոչ ավել։ Ահա, 10% աշխատավարձի տեսակետից հարկերը պետք է այդ սանդղակը պետք է փոխել։ Պետք է հասկանալ, որ Հայաստանի կյանքը շատ թանկ է։ Հայաստանը այսօր ամենաթանկ երկրների շարքում է երևի 10։ Միտք չկա։ Չէ՞ դու հարցերի չի որ չկա։ Չկա որ եկամուտ չկա, առնոտ չկա, դրա համար չկա։ Թե չէ, թե մեր միտքը եկամուտը լի, առնողը լի, ամեն ինչը կլի։ Այդ միտքը չեն տանի որ իշտե ծախեն ավելի թանկ։ Հետևաբար միտք չկա նախորդը քիչ ենք արտադրում։ Տնտեսություն չկա, գյուղատնտեսություն չկա նորմալ, զարգացած։ Սա իր հետ կապված է։ Հետո եկամտային քաղաքականությունը պետք է կոորդինալ փոխվի։ Հարկային բեռը պետք է քչացնել։ Կրկնակի պետք է քչացնել հարկային բեռը։ Սոցիալական հարկերը նույնպես պետք է քչացնել, մարդկանց տալ ընտրություն։ Եթե ինքը ուզում է պետական կենսաթոշակային բանից ֆոնդից օգտվի հետագայում, այդ ինքն է որոշում, ինքը իր գործատուի հետ կոնտրակտ կնքելուց գրում է, որ ես ուզում եմ դու ինձանից այսքան գումար պահես կենսաթոշակային ֆոնդի համար։ Եթե չէ, ինքը կարող մասնավոր կենսաթոշակային ֆոնդերի հետ ինքը աշխատի, ինքը որոշի ում է փոխանցում։ Չպետք է ինչ-որ մեկը վերևում որոշի, որ ես պետք է 50 տարեկան թոշակ ստանամ, ինքը ինտեղը չպետք է որոշի։
պետությունը իրավունք չունի իմ տեղը որոշեցես թոշակ ոնց պետք է ստանամ եւ ումից պետք է ստանամ։ Այդ թոշակային կեսաճկա համակարգը պետք է ամբողջովին բարեփոխվի։ Հա, մարդին Ինքը լրիվ սոցիալիստական, սովետից եկած իներցիայով համակարգ է։ այո։ Իր էությամբ չի ամփոփտական ժամանակակից Հա։ այսպես Միայն Բարսը Պաշտյանն են Բարսը Թոշակստանը։ Դու Հարցը- Պաշտոնի ես Հարցը բարձրացած է, Բարսը ինքը էությամբ սխալ է։ Սովետ է։ Ինքը չի մոտիվացնում։ Աշխատողին չի մոտիվացնում։ Հա, ասում եք Հասկանես, ինչ Թոշակ։ Եթե մարդը, եթե ես ասենք աշխատավարձ եմ ստանում, ես Հա։ ինքս եմ որոշում, ես իմ թոշակի մասին ոնց մտածեմ։ Հա։ Ես որ դառնալ եմ ոչ աշխատունակ, ես ոնց եմ ապրելու։ Ես պետք է ինքը պետք է թողել, որ մարդիկ իրենց կյանքը իրենք պլանավորեն, ոչ թե ուրիշի նստած իր տեղը որոշի։ Անհատ է։ Որովհետեւ դու պետք է ընտրություն մարդ, հնարավորություն։ Պետք է համակարգը այնպես զարգացնել, որ մարդը ունենա հնարավորություն այդ իր որոշումները կայացնելու ինֆրաստրուկտուրա, այսինքն ֆինանսական համակարգը պետք է զարգացնել։